Այս պահի դրությամբ Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետը կարելի ասած արդեն փակ է, ոնց խոստացել էինք։ Գիշերվանից սկսած Հանրապետությունից Վրաստան տանող մայրուղիներին այս տեսարանն է։ Իրենց խոստմանը համաձայն փոխադրող ընկերություններում աշխատող եւ անհատ բեռնափոխադրող վարորդները փակել են ճանապարհները, մարդիկ ստիպված են դիմել այս միջոցին։ Նախորդ տարերին վարորդները կառավարության շենքի առջև մի քանի անգամ ակցիաներ են կազմակերպել, որպեսզի կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեն Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության հետ կապված խնդրին։ Այդ երկրում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներն առանց վիզայի կարող են գտնվել տարեկան 90 օրից ոչ ավելի, նախկին 180 օրվա փոխարեն։ Այս պատճառով տասնյակ վարորդների մուտքը Ռուսաստան արդեն արգելվել է։ Հարյուրավորներն էլ այդ վտանգի առաջ են կանգնած։ Բոլոր ընկերություններից բռնած միջև անհատը, միջև այն 3 տոննիկ մեքենա, արգելա փակվելու է մուտքը դեպի Ռուսաստան։ 7000 վարորդի մասին է խոսքը։ Ինչու է անբավարար տարեկան 90 օրը Հայաստանից ապրանքների արտահանման եւ Ռուսաստանից ներկրման համար։ Մարդատար ավտոմեքենայով Ռուսաստան ուղևորված մարդկանց համար դա իսկապես կարող է անհասկանալի թվալ։ Իմ 90 օրվա օրերից 49 օրը ես կանգնել եմ Վլադիկավկազում։ Ես Լարս անցա, Մոսկվա գնացի, հետ եկա, իմ Մոսկվա հետ գնալ գալը միջև Վլադիկավկազ նորից քաշում է 5 օր։ Իսկ ես Վլադիկավկազում 12 օր կանգնում եմ հերթի, որ գամ Հայաստան։ Իրանք այդ կանգնած օրերը մեզ օր են հաշվում։ Այսինքն այս տրամաբանությամբ կազմակերպված երթևեկության պայմաններում տարվա ընթացքում մի քանի ուղևորությունից հետո հայաստանցի բեռնափոխադրողների համար լրանում է սահմանված 90 օր սահմանաչափը։ Սա սակայն միայն հազարավոր վարորդների եւ նրանց ընտանիքների խնդիրը չէ։ Այս մարդկանց աշխատանքից է կախված Հայաստանի բնակչության բարօրությունը։ Սա ձեր վրա էլ ազդելու, այն ոտքով քայլող մարդու վրա էլ, այն տրանսպորտի մեջ գնացող մարդկանց վրա էլ, բոլորի վրա էլ ազդելու է։ Ոչ արտահանվելու է, ոչ ներկրվելու է ապրանքները։ Հացի խնդիր է լինելու, ձեթի խնդիր է լինելու, հեղուկ գազի խնդիր է լինելու։ Կառավարության ներկայացուցիչները նախորդ օրերին վստահեցնում էին, որ տեղյակ են խնդրից եւ բանակցում են ռուսական կողմի հետ մեզ համար դրական լուծում ստանալու համար։ Առայժմ ամեն ինչ սահմանափակվում է խոստումներով։ Գետնի վրա ռուսական կողմը շարունակում է արտաքսել հայ վարորդներին եւ արգելափակել նրանց մուտքը Ռուսաստան։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որպեսզի այվ առաջարկել է, որպեսզի 90 օրը իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված փոխարինվի 180 օրով։ Մենք ունենք դրական արձագանք, Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ։ Իդեպ օրերս տեղեկատվություն տարածվեց, որ դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսների վարորդներին են սկսել տուգանել Վրաստանի ճանապարհներին։ Տուգանքները բավականին մեծ են, իսկ հայաստանցի վարորդները չեն կարողացել պարզել, թե ինչն է նրանց նկատմամբ համընդհանուր նոր մոտեցման պատճառը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։